Բարև Մինչ մենք այստեղ Հայաստանում տարված ենք նախընտրական հետաքրքրացող տրամադրություններով, նկատի ունեմ Փարաքարում եւ Գյումրիում առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, մինչ մենք շարունակում ենք հետևել Ուկրաինայում տեղի ունեցող Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, այս միջոցին բավական լարվել է, սրվել է իրավիճակը Սիրիայում։ Կարելի ասել Սիրիան այս ընթացքում ապրում է ամենադաժան բռնությունների մի ժամանակաշրջան Ասադի իշխանության տապալումից հետո։ Այս մասին վկայող բազմաթիվ ահասարսուր տեսանյութեր կան համացանցում։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, Կարեն Սարգսյան, Գյումրիից այսօր չենք խոսելու ենք Սիրիայից եւ Ուկրաինայից, իհարկե նաեւ մեր տարածաշրջանից։ Սկսենք Սիրիայից։ Ես գիտեմ, որ Ուկրաինայի մասով վստահ եմ դուք ամենօրյա, ամենժամյա աշխատանով ռեժիմով հետևում եք, Սիրիայի զարգացումներին հետևում եք, ինչ կասեք այստեղ ստեղծված իրավիճակի մասին, ընդհանրապես ովքեր են մասնակից այս բռնություններին ներսից լինի թե դրսից, համեցեք։ Սիրիայի հետ կապված իրադարձությունների զարգացումները հիմնականում մենք նայում ենք, որովհետև իրենց հիմնական դերակատարողները երկու երկրներն են, ովքեր մեր տարածաշրջանում մեր անվտանգության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում, դա Թուրքիան է եւ Իսրայելը։ Եվ քանի որ Իսրայելը դե ֆակտո գրավելով Սիրիայի հարավային մասը, այնտեղ որտեղ օրինքը նախատեսում էր դրուզների բանը, նաեւ օկուպացրեց այն տարածքները, որոնք իր բուֆերային գոտուց դուրս էին, ակնհայտ էր, որովհետեւ լինելու է կոնֆլիկտ, դրա համար հետևում էինք եւ իրականում դրա հետ կապված նաեւ ակտիվացել էր Իսրայել-Ադրբեջան այսպես կոչված բանակցությունները, որտեղ դրանք բանակցություններ չեն։ Ինչ վերաբերվում է վերջի ես 2 ամիս անցավ իհարկե Ասադի ռեժիմի տապալումից հետո ես բազմաթիվ վերլուծականների նայել այն ժամանակ դեռևս, որ ու լրիվ դրանց հետ համամիտ եմ, որ դուք դեռ նոր կիմանաք, ժամանակը կգա եւ մեծ հավանականությամբ Սիրիայից գալի մասը Ասադի ընտանիքի մոտ գնալու է, ասելու է հետեք։ Որովհետեւ Սիրիան, ինչպես եւ շատ պետություններ, որոնք ստեղծվել են առաջին աշխարհամարտի արդյունքում, այդ տարածաշրջանի կտրատվածությունը, հա, ոնց են սահմանները գծվել, ինքը կարող է կայուն լինել բացառապես ինչ որ մի ընդհանուր գաղափարի ղեկավարության տակ։ Հիմա դե ֆակտո Սիրիա գոյություն չունի։ Սիրիայի Արաբական Հանրապետությունը վերջացել է։ Բազմից խոսել ենք, դες մոտ ենք խոսել, Եփրատից արևելք դա քրդական տարածաշրջաններն են, որոնք ամենաշականորեն օգտվում են ամերիկյան օգնությունից, ամերիկյան օժանդակությունից։ Հարավը դա մի մասը, Եփրատի հարավի այս մասը, ինքը այնտեղ արաբական ընդդիմությունն է, որը որ կրոնական արաբական ընդդիմությունն է, բայց որը ալավիներին չի սիրում, բայց ինքը տենց բան է։ Ինքն էլ է ամերիկյան աջակցության տակ, այսինքն կան քրդեր եւ կան արաբներ այս մասում։ Հարավը դրուզներն են։ Դրուզները տարօրինակաբար չեն ընկալվում ոչ մեկի կողմից, չնայած իրանք բնիկ են տարածաշրջանում, իրենց կրոնական առանձնահատկությունները այնքան են, որ իրենց ոչ մեկ իրենցը չի ճանաչում, բայց ելնելով քաղաքականությունից Իսրայելը ժամանակին դրուզների հետ ստեղծել է լավ հարաբերություններ, նաև նրա այն պատճառով, որ դրուզների մոտ կրոնական արժեքային առումով դու որ երկրում ես, այդ երկրին պետք է ծառայես, դրա համար մենք ունենք իրավիճակ, երբ թե իսրայելական բանակում եւ հատուկ ծառայություններում, թե Լիբանանի բանակում հատուկ ծառայությունում կան դրուզներ։ Չնայած մենք գիտենք օրինակ Լիբանանը դա կոնսենսուս է տարբեր կրոնական եւ էթնիկ խմբերի մեջ։ Ակնհայտորեն սա ձեռք չի տալիս Թուրքիային, որտեղ Թուրքիան պատրաստվում էր վերցնել Սիրիան։ Եվ ամբողջ խնդրեմը ոչ միայն Դամասկոսն է, Հոմսն է, Համմանն է կամ Հալեբն է, այլ ամբողջ խնդիրը այն է, որ Թուրքիան պատրաստվում էր վերցնել եւ որպեսզի արևելյան միջերկրական ծովի արևելյան ափում դառնա ամենախոշոր խաղացողը։ Ինքը ակնհայտորեն շատ խոշոր խաղացող է, բայց ամենախոշորը չի։ Դրա համար իրան անհրաժեշտ է Լատակյան։ Լատակյան դա ափամերձ շրջանն է, Լատակյան դա խաչակրաց արշավանքների ժամանակ ինքը շատ ուշ անցավ արաբական սրի տակով, ինքը շատ երկար շարունակում էր նույնիսկ արաբական տիրապետության տակ, ինքը բավականին տենց լիբերալ տեղ էր, ինչպես նաև Կիլիկիան, հա, որտեղ բան չէր։
եւ մինչեւ խաչակրաց արշավանքները այնտեղ բազմաթիվ տարբեր էթնիկ եւ կրոնական խմբեր հանգստապում են, որտեղ առևտրական բան է։ Այդ ալավիների ստեղծումը, ալավիների առաջացումը, դա հետո իրանք բնիկներն են, որոնց մասին դուք Ալեքսանդր Մակեդոնացուց նույնիսկ առաջ կարող եք լսել, կարդալ եւ այլն։ Իրանք ինչ-որ կրոնական շարժում են։ Այս մարդիկ չեն ենթարկվում ոչ մեկ։ Իրանք իրենցով բավականին ներուժ ունեցող էթնիկ կամ կրոնական փոքրամասնություն են, ովքեր նույնիսկ հաջողել էին ֆրանսիական տիրապետության ժամանակ համագործակցելով, դա խոսքը 30-ականներին է, հա, Օսմանյան կայսրությունից հետո Ֆրանսիան Լևանտը վերցրեց, առանձնացրեց Լիբանանը եւ Սիրիան։ Ինչպես նաև Հաթայը, որը Անտիոքն էր, այսինքն Ֆրանսիան այդ տարբերը խաչակրաց արշավանքների բանը վերցրեց, առանձնացրեց եւ բանը այդ ժամանակներից ալավիները ընկել էին այն փոքր խմբի մեջ, որը համագործակցում էր ֆրանսիական կենտրոնական իշխանությունների հետ։ Եվ իրանց ձեռքում կուտակված էր շատ հնարավորություններ լոկալ։ Սա ժառանգաբար մնաց։ Այսինքն, թեման որն է։ Մենք ունենք բավականին երկար ժամանակ, մոտավորապես 100 տարի, բավականին հաջողակ, բավականին առաջադեմ ինտեգրված արևմտյան աշխարհի մեջ, հիշեցնեմ օրինակ, որ բուն Բաշար Ալ-Ասադը բան էր Լոնդոնում օֆտալմոլոգ էր, աչքի բժիշկ էր, ինչպես հայերն են ասում։ Այսինքն այս զանգվածը ընդհանրապես, հələ կանրադառնանք սունիներին Սուրիայում, ընդհանրապես չի ճանաչում այդ կրոնական գժությունները, որոնց հիման վրա թուրքական բաշիբուզուկները փորձում են պետություն ստեղծել, որը որ Ալ-Նուսրանն է, որը որ Ալ-Ղաիդան է, որը որ Դաեշի մնացորդներն են, որը որ այդ Կենտրոնական Ասիայից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Աֆղանստանից եկած բաշիբուզուկներն են, նույն զանգվածն աղբը, որ եկել էր Արցախում էր կռվում, այսինքն մարդիկ, ում գոյության միակ հիմնավորումը էտն է, որ Ղուրանում ասել են, որ մենք պետք է ապրենք, այսինքն եթե իրան Ղուրանը չկարդաս, ինքը կկասկածի, ինքը պետք է ապրի, թե չէ։ Այդ թափթփուկները հիմա վերցրել են իշխանություն։ Ակնհայտ է, ինչ որ մի պահի հարուստ, զարգացած, մեծ հաշվով սեկուլարիզացված, այսինքն կրոնական եւ հանրային կյանքը իրարից տարբերող Լատակյան պետքա դառնար հիմնական թիրախ։ Բայց սա ինչի են այդ թուրքական բաները հարձակվում եւ կոտորածան եղերն անում։ Ինչի է Թուրքիան դու ուզում, որովհետեւ Թուրքիան ստացել է Սուրիան առանց ծովափի։ Հասկանալի է։ Իսկ դա ջարմա է, իրան դա պետք չի։ Դուք ասացիք, որ սա ձեռնտու չէր Թուրքիային։ Ես նույնիսկ չգիտեմ հիմա անցյալ ժամանակով ասեմ, թե ներկայով, որովհետեւ Սիրիայից հայտարարություն եղավ, որ այդ գործողությունները ավարտվել են։ Ամեն դեպքում ինչը ձեռնտու չէր Թուրքիային կներեք։ Դուք ասացիք, սա Թուրքիայի շահերի չէր փխում են, ինչ կատարվում է Սիրիայում։ Ընդհակառակ, ինքն է պատվիրատում։ Բա այդ էի փորձում ասել, որ Լատակյան Ես զարմացա թե Լատակյան քրիստոնեներից, ալավիներից եւ բաներից ազատել, այսինքն կոտորած անել, թողել մենակ հողը։ Ձեռք է տալի բացառապես Թուրքիային։ Իսկ Իրանի եւ Իսրայելի մասին ինչ կարելի ասել։ Հիմա խոսում ենք ով է շահում այս ամեն ինչից։ Լրատվամիջոցները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ այստեղ բռնությունները սկսվեցին մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Ֆիդանը զգուշացրեց Իրանին, թե չփորձեք աջակցել ընդդիմադիրներին եւ այլն, եւ որ գուցե ինչ որ մեկն էլ ձեզ հետ անի նույնը, ինչ որ հիմա դուք կփորձեք այստեղ անել։ Պատասխանեմ, ասեմ շատ հետաքրքիր մի բան է։ Կա չհերկվող, այս պահին չհերկվող ճշմարտություն, որ ամերիկյան նոր ադմինիստրացիան աշխարհում ճանաչում է մենակ մեկ դաշնակից, որը դաշնակիչ կլիենտ երկիր է, դա Իսրայելն է։ Եվ ամբողջ քաղաքականությունը, ամբողջ հակաեվրոպական, հակաուկրաինյան, երբեք չի, ամբողջ քաղաքականությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս սպասարկում է բացառապես Իսրայելի շահերը։ Ինչա պետք, ինչու է Ֆիդանը տենց բան ասում։ Դա ներքին է, որովհետև Ֆիդանին, ինչպես ասում են Էրդողանի փոխարինորդ որպես բան, ինքը ուզում է այդ դերը ստանձնի օր առաջ։ Ինքը փորձում է տարածաշրջանում ստանձնել Թուրքիան հիմնական խաղացողա դերը։ Եվ ակնհայտորեն Իրանը այն երկիրն է, որը առանց արտաքին օգնությունների եւ առանց արտաքին ռեսուրսների կարող է այդ հարցը փակել ի սկզբանե չբացված։
Այսինքն Իրանի մատը խառը կարող է լինել թե ոչ է։ Իրանի մատը միշտ խառն է, այդ տարածաշրջանում, որտեղ այնտեղ կան շիաներ։ Եվ բացի ալավիներից, բացի քրիստոնյաներից հիմնական թիրախը բոլոր թուրքական եւ այդ այդ Դաեշ ալ-Նուսրաբան, այդ Ալ-Ղաիդա դրանց հիմնական թիրախը դա շիաներն են։ Իսկ Իրանը աշխարհում միակ երկիրն է, որը շիա ղեկավարություն եւ շիաների առաջնորդն է։ Այսինքն ակնհայտորեն ինքը դիտարկվում է, որ դա հակաիրանական է, ընդ որում ամենախորքային առումով բազային, կրոնական, արժեքային sense, հա։ Այսինքն շիաներին ոչնչացնելով դուք հարվածում եք Իրանին։ Էսա պատճառը։ Շահող երկրների շարքում Իսրայելն է։ Միանշանակ, բացառապես, ուրիշ ոչ մեկ։ Որովհետև արանքում Իսրայելը, եթե նայեք իրենց հայտարարությունը, ինքը չմտավ, հիմա այս բանի մեջ ոչ մի հայտարարություն չարեց, բայց ինքը մոտավորապես 12-ից 16 կիլոմետր զորքեր առաջ տարավ այս կորվա մեջ։ Լավ, այս ամեն ինչի համար պատասխանատու կա, թե պատասխանատու չկա, թե ժամանակակից աշխարհում, երբ որ այս փլուզումներ են, հա, ամեն ինչը աշխարհակարգը փլուզում է, ոչ ՄԱԿ, ոչ միջազգային իրավունք, ոչ մարդու իրավունքներ եւ ինչպես ժողովուրդն է ասում, տերով ինտերնետ արել, անտերին գելը։ Պատասխանատուն կա, պատասխանատուներ, իրականում պատասխանատուներ են, իրանք ունեն անուն ազգանուններ եւ իրանք լուծում այդ հարցի լուծումները գոյություն ունեն եւ մարդկությունը բազմիցս անցել է դրա միջոցով եւ խոսենք բոլորը գիտեն, հա, որ դա շատ կոնկրետ, դա Նետանյահուն է իր կաբինետով, դա Էրդողանն է իր կաբինետով, դա Թրամփն է, Մասկն է, Վենսն է, դա Օրբանն է, դա Պուտինն է, դա Ալիևն է, ինչ որ շատ կոնկրետ անուն ազգանուններ են եւ որ նայում եք գցում բռնում եք դա 9 գրամ 18 գրամ, այսինքն փամփուշտի թեմա է այդ համը։ Եվ այս համատեքստում հատկանշական է, որ Ադրբեջան, Իսրայել փորձում են ավելի խորացնել։ Հա, այդ շատ կարևոր է, շնորհակալություն, շատ լավ բան ասեք, քիչ էր մնում բաց թողեին։ Իսրայելի խորհրդարանում քննարկում են Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության հետ ապագայի հարցը եւ այլն։ Ասեմ, որտեղ է այդտեղ։ Նույնիսկ ավելին ասեմ, այնտեղ հայտարարություններ են անում, թե իբր Նաթանյահուն փորձում է ստեղծել Միացյալ Նահանգներ, Իսրայել, Ադրբեջան քաղաքական այդ ավելացրած է այդ բան չի ամեն դեպքում այդ ռազմավարական գործընկերությունը կարիք չկա որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ ինչ-որ բան կնքի ու դա գրեթե անհնար է, ինչու որովհետև Ադրբեջանը, չէ, Ադրբեջանը անիմաստ էլ չկա։ Էլ եմ ասում, ինքը Հյուսեին Ամերիկայից դուրս ուտի ընդհանրապես մեկ դաշնակից Տրամպը տենց աշխարհանկալում եւ դա Իսրայելն է, այսինքն եթե Իսրայելը ունի այդ հարաբերությունները, ուրեմն համարեց որ Ադրբեջանն էլ Իսրայելով փորձում է դուրս գալ։ Տեսեք, այնտեղ հա, ակնհայտ է ուզում, բայց դա բավարար չի, ինչի եմ ասում, որովհետեւ դա պլաններ են։ Դա այդքան հեշտ չի։ Այնտեղ ինստիտուցիոնալ համակարգը մի փոքր ուրիշ է, դու չես կարող էլ այդ բանի մեջ խաղաս։ 907-ի մասին կարա խոսքը գնա։ Կարա 907-ը։ Այո։ Տեսեք, պրոբլեմը նրանում է, որ իրականում Թուրքիան, որը Սիրիայում հզորանում է շատ, այսինքն պետք է բալանսը պահել, երբ որ ինքը շատ է հզորանում, Իսրայելին դա վտանգ է, որովհետև Թուրքիան, որքան էլ որ դա տպավորություն է ստեղծում, որ ինքը գերհզոր երկիր է, ինքը հիմա արդեն քանի որ այդ հին հրեշներին արտնացրել է Էրդողանը եւ պրոբլեմը նրանում է, որ Օսմանու հրեշը ինքը քարտեզի վրա էր մեծ ու վախենալու ու եթե վիզը ծուռ ես այդ ժամանակ էր հաղը ակնհայտ է որ հաջորդ քայլով ուժեղացած Թուրքիան եւ այդ բաշիբուզուկները ում ինքը բերում լցնում է Սիրիա ինքը ինչ անում արաբներին ալավիներին Սիրիան էթնիկ զտում է անում որ այդ աղբը բերի լցնի այդտեղ այն աղբը որը իր մոտել է Պակիստանցի, Աֆղանստանցի 12-13 միլիոն փախստական ունի։ Ինքը դրանց էլ պետք է բերի։ Մարդ պետք է միտեղ ապրեն, թե չէ։ Հիմա ինքը փորձում է այդ լատակյան բանան էլ բերել, բայց այդ զանգվածը Իսրայելին վնաս է, որտեղ այդ զանգվածը առավոտը որ արտնացավ, մի օր ասել է ես Երուսաղեմն եմ ուզում։ Որովհետև իրանց պատկերացումներով Երուսաղեմը գիտեք այդ սաղ պատմությունները, որ իրանք 3 կրոնի մայրաքաղաք են, իրանք ենել են ուզում։ Հետևաբար Իսրայելը այդ հրեշին աջակցելով մեծացնելով այդ Ադրբեջանը Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություններ պահելով հիմա բերել է այդ ամեն ինչը իր դուռը ու ամբողջ հույսը այն է որ այդ դրուզներով բնակեցված բուֆերային գոտին իրան կպահի
եթերեշից։ Ակնհայտ է, որ իրանք էլ են հասկանում, որ դե մենակ Նետանյահուն տականք է եւ հիմար, բայց Իսրայելում խելացի չենք վիրավորում, այդ իրանց թերթերն են գրում։ Ես ձեզ մոտ ոչ մեկին չեմ վիրավորում։ Ես կարող եմ մեջ բերեմ, մեջ բերում եմ։ Խնդիրը նրանում է, որ Իսրայելի վերնախավը եւ մեծ հաշվով նաեւ քանի որ իրանք մեծ բավականին սփյուռք ունեն, սփյուռքում այնպես չի, չէ, որ տենց ինչ-որ շորերով են մտածում, տեսնում են, որ այդ խնդրեմը Իսրայելի համար կենցաղային եւ օրհասական է դառնալու մի քանի տարի հետո։ Ակնհայտորեն դրա համար Թուրքիային չեն թողելու, որ ինքը շատ։ Նույնիսկ հիմա խոսակցություն են գնում, որ Իսրայելը Ռուսաստանի հետ փորձում է վերականգնել հարաբերությունները, որպեսզի Տարտուսի եւ Մեյմիմի ռազմաբազաները պահի որպես հակակշիռ Թուրքիայում ակնհայտորեն կներեք Ռուսաստանը տեղել կդավաճանի։ Ոնց որ ինքը դավաճանեց Լատակիայի մարդկանց։ Իսկ որ Ֆիդանն ասում է Իրանին, թե հնարավոր է որ ինչ-որ մեկն էլ ձեզ հետ անի նույն բանը, ում նկատի ունի ինչ-որ մեկ ասել։ Իրականում որ թարգմանենք, ինձ որ թողեք, ես թարգմանեմ իր ասածը, դա կհնչի սենց։ Եթե դու չթողես, որ մենք մաքրենք Սիրիայի ոչ թուրք բնակչությունը կամ ոչ իսլամիստ, մենք կմիավորվենք Իսրայելի եւ Ամերիկայի հետ ու քեզ կոչնչացնենք։ Թարգմանությունը դա է։ Լավ, հիմա տեղափոխվենք։ Իդեպ, այդտեղ շատ կարևոր բան կա մի հատ էլ, որ ակնհայտորեն կապ, սենց որպես բան, կամուրջ դեպի ուկրաինական թեման։ Գնալով ավելանում են այն հիպոթեզի ապացույցները, որ Տրամպը Ուկրաինայով փոխարինում է Իրանը։ Ռուսաստանի հետ։ Այսինքն ինքը նվիրում է Ուկրաինայով, ինքը ամբողջությամբ Ուկրաինան նվիրում է Ռուսաստանին, դրա դիմաց ստանում է Իրանի հարցում Ռուսաստանի ոչ աջակցություն Իրանին, այսինքն առնվազն չաջակցել Իրանին, այսինքն դու կեր Ուկրաինան, ես կուտեմ Իրանին։ Լավ, հիմա ուրեմն խոսելու ենք Միացյալ Նահանգներ Իրան եւ Ուկրաինա։ Միացյալ Նահանգներ Իրան, այստեղ ինչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում են պարագայում, երբ որ Իրանը հայտարարում է, թե ինքը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ, քանի որ Միացյալ Նահանգները միայն մտածում է սեփական շահերի մասին, Միացյալ Նահանգներն էլ հայտարարում է, թե հույս ունենք, որ կբանակցի, եթե ոչ, ապա դա հետևանքներ կունենա։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Իշեստեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, մենք հասանք Միացյալ Նահանգներ Իրան, հնարավոր թե անհնար բանակցություններին եւ ելքերին, սցենարներին։ Տեսեք, Իրանը այս ընթացքում բանակցել է Եվրոպական միության երկրների հետ, մենք նույնիսկ գիտենք, որ Հայաստանում եղել է հանդիպում դեսպանների մակարդակով Ֆրանսիայի, պարոն Դեկոտինին հանդիպել եւ մեծ հաշվով Իրանի հետ բանակցությունները եթե տենց ինչ-որ ռազմատենչ ոչ մեկ չի վերկանում, ասում ես պետք է Իրանը կոտորեմ, իրանք նորմալ ընթանում։ Ասում են հետևանքներ կլինի, եթե չբանակցեն, եթե համաձայնության չկա։ Խնդիրը նրանում է, որ բանակցում են։ Ամբողջ հարցը նրան է, ոնց որ եւ Ուկրաինայի հարցում Ամերիկան ուզում է ամբողջ քթալի պես գա մտնի, դա Տրամպի ադմինիստրացիան, ճիշտ ասենք, ոչ թե Ամերիկան, այլ Տրամպի ադմինիստրացիան։ Իրան դա պետք է, որպեսզի ինքը հետո ասի, տեսեք, աշխարհում ինչքան հարց կա, ես լուծել եմ, դրա համար եկեք տենց արեք, ես ձեր, ասենք, թոշակները պետք է վերցնեմ, որ մասկը լավ ապրի։ Սա թեման շատ տենց տապուկ ներքին տնտեսական հարց է, ոչ մի տենց վեհ գաղափարներ չկան։ Իրանի հետ բանակցելը դա լրիվ նորմալ գործընթաց է եւ բոլորս էլ հիշում ենք, որ Իրանի հետ ամեն ինչ բանակցած էր, ամեն ինչ նորմալ գնում էր, երբ որ եկավ Տրամպը ոչնչացրեց այդ պայմանավորվածությունները, ցույց տալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ վստահելի բանակցող կողմ են Իրանի հարցում։ Ինչու՞։ Իրականում Օբամայի ժամանակ եւ հետո մեծ հաշվով Բայդենի ժամանակ բան տեսնում ենք, որ չէ, լավ էլ վստահելի են։ Հետ ենք մտածվում, գալիս ենք, որ Տրամպը սպասարկում է բացառապես Իսրայելի շահերը։ Ինչու դա երկրորդ հարցն է։
բայց ինքը բացառապես Իսրայելի շահերն է սպասել։ Իսկ ես Միացյալ Նահանգներ Իրան այս երկխոսություն ասեմ, բանակցություն ասեմ, այստեղ իհարկե կա Ռուսաստանի գործոնը, քանի որ Ռուսաստանի հիմա շփումների մեջ է Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանը Իրանի հետ պայմանագիր ստորագրեց եւ այլն, այսինքն եթե միջնորդի հարց առաջանա, բնականաբար Ռուսաստանի գործոնը կարող է նշանակալի լինել, բայց Հայաստանը կարող է փորձանել իր համեստ ներդրումն ունենալ։ Ասենք հայտարարել, որ մենք շահագրգիռ ենք, որպեսզի այդ բանակցությունը լինի, կամ մի քայլ էլ առաջանել հայտարարել, որ մենք կարող ենք հարթակ լինել եւ այլն։ Տեսեք, ամբողջությամբ հարցը հասկանում եմ ուր եք տանում, գանք ընդեղից, որ Ռուսաստան ասեցի արդեն, չի լինում գտնել որևիցե ապացույց, որ իմ ասածը կեղծ է, այսինքն Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնակիցների վաճառք են, բարտեր են անում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները տալիս են Ուկրաինան էթնիկ զտում, ոչնչացում, դեմիլիտարիզացիա, տալիս են Ռուսաստանին, նվիրում են։ Ընդ որում շատ ավելի խորն է եւ շատ ավելի հակաեվրոպական, ընդհանուր մինչեւ այնտեղ հայտարարությունները, որ մենք Եվրոպայից ամերիկյան զորքերն ենք հանելու, Վենսի հայտարարությունները, որ դուք ժողովրդավարություն չգիտեք ինչ է, մենակ ես գիտեմ դա ինչ է, չգիտեմ ոնց է, որ մի բազմոցի վրա եմ սովորել դա ինչ է, բայց ինքը գիտի թե ինչ որ ինքը անում է, դա ժողովրդավարություն է, դա չի։ Իրանի դեպքում խնդիրը շատ անհասկանալի ինձ համար, որովհետեւ մեկ անգամ էլ ֆիքսենք դաշնակիցների բարտեր են անում Ռուսաստանը կնքել է Իրանի հետ պայմանագիր, հա։ Տրամպը ասում է, ես էլ ունեմ Ուկրաինա, գիտեք, Ուկրաինայի հետ ռազմավարական պայմանագիր։ Գիտեք, որ Սպիտակ տան պաշտոնական կայքից այդ պայմանագիրը կնքած, ստորագրած, կորել է, չկա էլ։ Համենայն դեպս պայմանագիրը ամբողջ աշխարհը գիտի, որ կա։ Հա։ Հիմա ասում է Ուկրաինան տամ քեզ, հա։ Դու Իրանը տուր ինձ։ Իսկ դա շատ հեշտ է, որովհետև միջուկային էներգիայի այդ բաները Ռուսաստանի հետ արում, դա մեկ, երկրորդը հոպն է, մենք գիտենք Ռուսաստանը ոնց է հոպը անջատում, առանց ոչ մի բանի, հա, հոպն է, Su-30-ներ մի քանի հատ կա, թե 35 այդ տարբեր համարներ են դնում նույն Su-27-ի վրա, բայց ոչ մի դրանից կա, բացի դրանից հետախուզական տվյալներ կան, բացի դրանից Ռուսաստանը լայնորեն ներկայացված է, բացի դրանից Ռուսաստանը հասկանում է, որ Իրան հետագայում ապրելու համար ու գոնե այս վարչակազմի ինչ որ մի կերպ միջազգային հարաբերությունում կանգնելու ինքը պետք է նենց անի, որ Իրանը դադարի խոսել նրա մասին, որ Սուրիայում Ռուսաստանն է վաճառել Ասադին։ Հասկանում եմ, բայց որ ասում եք բարտերը տեղի ունենում Ուկրաինան քեզ, Իրանը ինձ, որ ես ինչ անեմ, դաշնակից լինեմ, չէ, դա չի դաշնակից, ոչնչացնի։ Հա։ Ոչնչացնի ինչ առումով։ Տեսեք, բուն Իրանի վրա հարձակումը Ռուսաստանի աջակցության պարագայում դա ծանր պատմություն է։ Իսկ սենց եթե Իրանը չունենա դաշնակից, ընդհանրապես, հա, կոպիտ ասած, եթե ոչ միտեղ չլինի փախնելու, ոչ միտեղից ծորեն բերելու չլինի։ Այդ տարական բան եմ ասում, ծորենի հարցն է, որ Իրան չի կարողանում գնել։ Դա Իրանին շատ ավելի ծանր վիճակի մեջ դնեն։ Ասեմ, որ օրինակ 3 օր առաջ կասեցվել է թույլտվությունը Իրաքը ուներ թույլտվություն գնել Իրանից էլեկտրական հոսանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, քանի որ Իրանը պատժամիջոցների տակ է եւ արգելված է Իրանի հետ հարաբերությունները, ապա դադարեցրել են, սառեցրել են, այլևս չես կարող։ Այսինքն այդ տարական քեշը, տարական ինչ որ սենց շարժը բանը, այդ ամեն ինչը արգելված։ Ակնհայտ է, որ Տրամպը լինելով ոչ այդքան խելացի եւ շատ չինֆորմացված, ոչ մի կերպ չինֆորմացված անznավորություն, իրան իրոք թվում է, թե Իրանը դա Իսրայելին սպառնալիք է։ Ակնհայտ է, որ Իսրայելի ամենամեծ սպառնալիքը Նետանյահուի կուսակցությունն է, որովհետև 3 երկիրենքում գտնվող Իրանը նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում ոչինչ չի կարող անել։ Լավ, ասեմ ավելի, չստեղծվի տպավորություն, Իրանը չեն կարող ոչնչացնել։ Այսինքն ոչ թե ես տենց պրոիրանական եմ, ոչ, ընդհանրապես դրա մասին չի խոսքը, ես տենց բան չեմ։ Գիտեք իմ մոտեցումները բոլոր ռեժիմներին, որոնք ազատական ժողովրդավարությունից դուրս են։ Բայց եկեք հասկանանք, հա, որ դու 80 միլիոնանոց երկիր Իսրայելի խաթեր չես կարող ոչնչացնել։ Ուղղակի չես կարող, որ ոչինչ չես կարող անել, որովհետև եթե ԱՄՆ-ն որոշի, որ ինքը պետք է Իրանի վրա հարձակվի,
Իրանը շատ հանգիստ կարա դադարի Չինաստանի հետ ուղիղ բանակցելուց ու ասի, օքեյ, պարոն Սի, ես քեզ հետ եմ։ Ու այդ դեպքում դու ոչինչ չես կարող անել։ Այսինքն Իրանը կարա միանա Չինաստանի բլոկին ակնհայտ առանց մտորումների եւ առանց որևէ զորավարժությունների մասին։ Այո, Ռուսաստան, Իրան։ Դե Ռուսաստանը տեղ դավաճանի դերում։ Ռուսաստանը տեղա, որ հետախուզական տվյալները տա բան։ Ես ձեզ ասում եմ, եվրոպական երկրները դադարել պաշտոնապես դա մտածում են սահմանափակել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հետախուզական տվյալների փոխանակումը։ Ուկրաինայի շուրջ ինչ է տեղի ունենում։ Այդ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա։ Ռուսաստան, Միացյալ Նահանգները այս շաբաթ կարծես թե որևէ բան չի նախատեսում հանդիպում հարկում բանակցություն եւ այլն, փոխարենը այսօր է Ռուբիոն արդեն մեկնել է նախագահ Թրամփի խաղաղության ծրագիրը առաջ մղելու համար հաղորդագրությունների մոտարակից այդպես է նշվում։ Նախագահ Թրամփը որևէ պլան չունի, հասկանում ենք բոլորս, որովհետև 24 ժամում կկանգնեցնեմից դարձավ 40 օրա նախագահ հələ չի էլ սկսել կասեցումը, ամեն անգամ երբ ինքը հասնում որ կասեցնում, այնտեղ իրավիճակը սրվում է։ Առավելագույնը ինչ ինքը հասել է, ինքը դարել է հանցակից, այս վերջի ռմբակոծությունները, երբ ինքը անջատեց հետախուզական տվյալները, ասեմ որ դա հետախուզական տվյալները հիմնականում որն էին, որ ինքը օգտային տագնապի հնարավորություն անջատեց Ուկրաինայում եւ մարդիկ ովքեր զոհվում էին այդ հրթիռներից բաներից խաղաղ բնակչությունը ամբողջությամբ Թրամփի եւ Թրամփի ադմինիստրացիայի ձեռքի վրա է տալու։ Նորից վերականգնում են կարծեմ այդ հետախուզական։ Դե որովհետեւ հարցեր կան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր աջակցությունը շատ ցածր է։ Եվ ակնհայտ է, որ դա բավականին լուրջ դատական հայցերի բան կարող է դառնալ, դե ֆակտո ինքը ռազմական հանցագործի, անկախ նրանից բուն Թրամփը ոնց է այդ հարցին վերաբերվում, հա, Հաագայի տրիբունալում ուծնը գնում որպես ռազմական հանցագործ։ Եվ դու ակնհայտորեն նենց ես արել, որ այդ մարդը խաղաղբնակիչ սպանի, դու աջակցել ես։ Ու ընդ որում հայտարարել ես, որ աջակցել ես, ապացույցելու կարիք չունեմ։ Դու ասել ես, որ անջատում եմ։ Դու ասել ես, որ Patriot չեմ տալի, դու ասել ես, որ հոպա անջատում եմ, ասել ես, որ քո հետախուզական տվյալները հետ ես կանչում։ Հիմա եվրոպականներն են արդեն հասել։ Եվրոպականները, հա, եվրոպականները իրականում Եվրոպայի համար իրականում, եթե ամեն ինչ անջատենք, սա շատ դրական բան է, Ֆրանսիայի առաջնորդությամբ է սա տեղի ունենում ակնհայտորեն եւ շարունակվելու է, որովհետեւ Ֆրանսիան միակն էր, ով Դեգոլի ժամանակվանից Ամերիկայից անկախ ռազմաարդյունաբերություն եւ բանակի բան առաջ ստեղծեց եւ առաջ հիմա ապացուցվում է որ Դեգոլը ինչպես միշտ ճիշտ էր իսկ Չերչիլը ինչպես միշտ սխալ այդ պատմությունը շատ մեծ բան ունի ՆԱՏՕ-ին ինչ ճակատագիր է սպասում Թրամփի հայտարարությունից հետո որ վերանայելու վերափոխելու է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ին այդ 5-րդ կետի մասին է խոսքը եւ ելի որը կարծես մղում է որպեսզի բոլորը ավելի շատ վճարեն ՆԱՏՕ-ի համար եւ այլն եւ այլն։ Գիտեք, պարզ պատասխան չկա, կարող ենք վերլուծել ինչ կատարվում է, մենք ունենք մի իրավիճակ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են, որպեսզի ռեսուրսները խնայենք, մենք չենք կարող աջակցել մեր եվրոպական գործընկերներին, կրճատում ենք Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորակազմը, դադարեցնում ենք ՆԱՏՕ-ի երկրների հետ եվրոպական մայրցամաքում ռազմական այդ բաները, համագործակցությունը, ռազմական պլանավորումը, զորքերը կրճատում ենք, փողը կրճատում ենք, այս չեն կարող անել, այն չեն կարող անել։ Իսկ ՆԱՏՕ-ն նույնը չի լինելու։ Մի րոպե ասա, ՆԱՏՕ-ն նույնն է լինելու, ՆԱՏՕ-ն կապ չունի այդտեղ։ Խոսքը գնում է նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս իշխանությունները եւ քանի որ իրանք Մարսից չեն իջել այս վերջի տարիների տնտեսական քաղաքականությունը եւ այլն վերել են Ամերիկային այն մակարդակի, որ ինքը չի կարողանում ստանձնել առաջնորդությունը։ Դրան տարբեր երանգներ են տրվում, բայց տնտեսապես չի կարողանում։ ՆԱՏՕ-ն նույնն է լինելու այդ դեպքում, ինչով բացատրել եվրոպական առաջնորդների այդ հայտարարությունները եվրոպական անվտանգության, պաշտպանության նոր ճարտարապետություն որովհետեւ դա ՆԱՏՕ-ի հետ կապ չունի։ Այնտեղ մենակ ամերիկան չի։ Նույն եվրոպական անվտանգության այդ համագործակցության մեջ, որը որ հիմա փորձում են ստեղծել բավականին լուրջ կայլեր են առաջ գնացել։ Հիմա արդեն 3 չառաջորը 3 շաբաթ օրը երևի մեզ հասա, որ նույն պատորն ա եղել։
լրջագույն քննարկումներ են առաջացել, որ Եվրամիության պլանավորած 150 միլիարդ եվրոյի վարկային միջոցների ծախսը, որը պետք է գնա եվրոպական բանակի ուժեղացման, բուն եվրոպական, որ երկրները կարող են ներգրավացել են, որ երկրներից կարող է բան գնել, եւ Ֆրանսիան կտրուկ դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի անդամ, Եվրոպայի գործընկեր երկրներից բան դիմելու, մասնավորապես խոսքը գնում է Թուրքիայի մասին։ Օրինակ Գերմանիան ասում է Թուրքիայից բան պետք է առնենք, Ֆրանսիան ասում է ոչ մի դեպքում։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ձևավորվելու է Եվրոպան որպես։ Էդ եմ ասում, հիմա ձեր հարցին պատասխանեմ, կարճ որ չստացվի օդում մնաց, հա։ ՆԱՏՕ-ն նույնն է մնալու։ Ուղղակի ստեղծվելու է կառույց։ ՆԱՏՕ-ն որպես այդպիսին ունի 3 խոշոր օպերացիա, որը միասին արել է։ Մեկը դա սեպտեմբերի 9-ից հետո, սեպտեմբերի 11-ից հետո 2001 թվականին, որ Ամերիկան աշխատացրեց 5-րդ կետը, երկրորդը դա այդ դրա արդյունքում գնացին Աֆղանստան, հա։ Երկրորդը ու իրականում առաջինը դա բաններ, Յուգոսլավիան էր, Հարավսլավիայի այդ ամբողջ պատմությունը, եւ երրորդը դա այսպես կոչված գործընկերություն հանուն խաղաղության ծրագիրը, որի անդամը նաև մենք ենք, եւ ընդամենը այս 3-ն է, որ ՆԱՏՕ-ինն է եղել։ Բոլոր մնացած թեմաները տարբեր են։ Այսինքն ՆԱՏՕ-ն այդ 5-րդ կետը որ կա, այո, ինքը շատ կարեւոր է եւ դրա հիման վրա բազմաթիվ քաղաքական բաներ են ստեղծվել, ռազմավարություն են ստեղծվել, բայց դա չի նշանակում, որ ինքը կարող աշխատի։ Այսօրվա դրությամբ Իպսոսի եւ Յուգովի հետազոտությունները ցույց են տալիս, որ Արևմտյան Եվրոպայի հարցվողների 68%-ը համարում է, որ բանակը պետք է ուժեղանա եւ այդ բանակը պետք է ունակ լինի, կռվել Ռուսաստանի։ Այսինքն եվրոպական նոր անվտանգային պաշտպանական ճարտարապետություն եւ կարծես թե սրա առաջնորդը Ֆրանսիան է։ Այո, Ֆրանսիան, Գերմանիան։ Եվ սա մեզ համար հնարավորություն է բացում հաշվի առնելով առանձնաշնորհյալ հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Կլինի Արարատ Միրզոյանին կանչեք իրանից հարցնեք։ Իմ կարծիքով հա։ Շնորհակալություն։ Չվախեք լավալնելու։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, կհանդիպենք։